Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր տարն է։ Այսօր մենք պիտի խոսենք մեր ժողովրդի եւ մեր ինքնության մեծագույն արժանինքի մասին։ Դա հայի անկոտրում կամքն է, որ մեր ճգնաղ Ղարաբաղում արտահայտվեց իբրև զորավոր պայքար եւ ուժ։ Դիմացկուն մարդիկ են արցախցիները։ Եվ խոսելով մեր հայրենակիցների մասին, մեր արցախցիների մասին, ես ուզում եմ շեշտել շատ կարևոր հանգամանք։ Դա սովորական տարածք չէ հայի համար, այլ ոչի։ Ղարաբաղը մեր արմատի ծառն է։ Ղարաբաղը թուր է, որ մենք բոլորս կոփել ենք։ Ղարաբաղը հուր է ճառագած մեր սրտից։ Ղարաբաղը արծիվների բույն է, ոչ մի ձեռք նրան չի հասնի։ Ղարաբաղը երգ է, որ մեր սրտում բառեր չունի, եւ եթե պիտի երգենք նրա մասին, պիտի երգենք միայն մեր նախնիների, մեր պապերի ձայնով։ Սիրելի բարեկամներ, այսօր իմ հյուրը Արցախից է, ում ներկայացնելուց առաջ ես այս խոսքերը ասացի եւ նաեւ պիտի ձեզ առաջարկեմ մի տեսանյութ դիտենք մեր զրույցից առաջ։ Արվեստի ճգնաղ մի գործ, որից հետո ես կներկայացնեմ իմ հյուրին։ Ղարաբաղը հերկ է, բացված արշալույսի, Ղարաբաղը ձեռք է, քիրսից ձգված լուսին, Ղարաբաղը սեր է, մաքուր ամբից լույսի, ես երկ չունեմ Ղարաբաղի մասին։ Ղարաբաղը ջուր է, ես եմ քամել քարից, Ղարաբաղը թուր է, ես եմ կոփել դարից, Ղարաբաղը հուր է, ճառագած մեր սրտերից, ես երկ չունեմ Ղարաբաղի մասին։ Ղարաբաղը հուն է, հոսող լուսաբոցի, Ղարաբաղը բույն արծվի, ձեռք չի հասնի, Ղարաբաղը տուն է, սերված ամարասից, ես երկ չունեմ Ղարաբաղի մասին։ Ղարաբաղը դուռ է, բացված արշալույսի, Ղարաբաղը երգ է, բառեր չունի սակայն, իմ պապերի ձայնով միայն երգեցեք դուք այն, ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։ Սիրելի բարեկամներ, այժմ պահն է ներկայացնելու իմ հյուրին, Լավրենտ Ղալայան, Արցախի ժողովրդական նկարիչ, Արցախի համալսարանի գծագրության եւ կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։ Սիրելի բարեկամ, ուրախ եմ ձեզ ողջունելու նոր տարի տաղավարում։ Դուք վաստակ ունեցող արվեստագետ եք, մեծ ճանապարհ անցած, բայց մեր զրույցը կուզեմ սկսել ձեր ազգանունից, որքան գիտեմ, Ղալա նշանակում է բերդ։ Ձեր ազգանունը որտեղից է գալիս։ Հենց այդտեղից, Շուշի քաղաքից։ Շուշին անվանել են սկզբից Ղալա։ Եվ որի արդյունքում իմ նախապապը եւ իր քրոջ հետ միասին եկել են այդտեղ սովորել։ Մեկը եղբայրը հոգևոր դպրոց, իսկ քույրը ծխական դպրոց։ Ավարտելուց հետո գործողվել են Գանձասարի բանկ։ Ու այնտեղ արդեն ժամանակի ժողովուրդը հետեւա, որտեղից է եկել, հենց որտեղից եկել է, այն անունները տալիս են, այսինքն Ղլան է եկալ, Ղլցեյա, Ղլեն տոնը, Ղլեն հողը, Ղլեն երեխան, Ղլանց, դառել ենք Ղլանց, Ղալայանց։ Եվ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ցնհանել են, դարձել են Ղալայան։ Ու այդպես էլ շարունակվում է մեր տոհմի մեջ։ Պարոն Ղալայան,
Դուք շատ նշանավոր գործեր ունեք, բայց այդ գործերի մեջ առանձնանում է մեկը, որ դարձավ պետականության խորհրդանիշ։ Դա զինանշանն է։ Արցախի հանրապետության զինանշանը, որը այնտեղ պիտի ասեմ իմ տեսակետից դա արվեստի ճգնաղ մի գործ է։ Կպատմեք ինչպես ծնվեց այն եւ այդ աշխատանքը ինչպես ստանձնեցիք։ Հետևյալ ձևը սկզբից հայտարարություն, որ պետք է էսքիզներ կատարվի, որպեսզի զինանշանի համար։ Այդ հայտարարությունը նաև տարածվեց Հայաստանի նկարիչների միությունը եւ առանձին նկարիչներ, ովքեր ցանկացել են, մասնակցել են եւ ընդհանուր գումարը այդ մասնակիցների ինչքան գիտեմ 40-ից ավել էր, բայց 40 հոգի դիմել էր։ Մոտավորապես 47 հոգի դիմել են իրենց աշխատանքները, վարիանտներ, որպեսզի մասնակցեն զինանշանի գործում, հետ գործում։ Դե բոլորովին գաղտնի ընթացքը գնացել է եւ վերջում մնացել են 3 հոգի, հետո մնաց մի հոգի, այդ մին հոգու աշխատանքը բարձրացին, կարդացին, ստացվեց, որ այդ գործը հեղինակը ես եմ, Ղալայանս։ Դե իհարկե շնորհավորեցին եւ այլ, ես էլ ճիշտ ասած շատ պատասխանատվությամբ եմ աշխատել այդ գործի, որովհետեւ դա պետական տեսք է, պետության ուսումնասիրել եմ աշխարհի բոլոր զինանշանները, այդ նման ալբոմ կա, ես նա ինձ նվիրել են եւ նրան իմացել եմ, 7 գույնի օգտագործում, պահանջները եւ այլն, գերալդիկա, այդպիսի ուղղություն կա։ Մեր Հայաստանը հիմա էլ ունի, որոնք որ վերահսկում են ճիշտ ընթացքը այդ գործի համար, որի համար էլ կատարել եմ, իհարկե ուսումնասիրել եմ։ Սկզբից եկել եմ Մատենադարան, ինչ կլինի մեր պատմության մեջ Արցախի վերաբերյալ։ Գնացել եք պատմության խորքը։ Համարյա բան չգտնվեց, գնաց մեր երջանկայի շայտակ, մեր լավ գրող Ուլուբաբյանի մոտ Բագրատ, հրաշալի մարդ։ Գնաց մոտը մի երկու բան ցույց տվեց, ասաց մեկ այ սրանք ինչ են, դու ինքնուրույն մտածի եւ կատարիր։ Նույն իհարկե ստացվել է այնպես, որ հենց հայտարարությունը կարդալուց միանգամից ճառակած երևաց արծիվը։ Արծիվը ինչի վրա հարձակվում է, նա չի պարտվում, պիտի հաղթի։ Այդ ուղղությունը ընտրել եւ մոտ 11 վարիանտ եմ արել, միջև որ արդեն իմ ընտանիքի խոհանոցում, ինչու՞ չէ նաեւ ընկերներ, որոնք որ չեմ մասնակցել, բայց հարցրել եմ, եկեք տեսեք ոնց ինչ, դիտողություններ եւ այլն մեր չմտեղն է բերել էլի այն ինչ որ կա։ Եվ վերջնական լուծումը այն է, ինչ որ տեսնում եք, ինչ որ կատարվել է եւ դժգոհ չեմ, որ ընդունվել է, որովհետեւ աշխատանք կատարել եմ սրտանց, այդ աշխատանքի մեջ, որ հիմա օգտվում են մեր ժողովուրդը, նրա մեջ կա նաեւ հոգի։ Այդ հոգու հաղթանակն է, որ կատարվել է, բոլորի սրտով նա եղել։ Շատ մարդ է հանդիպել, որ ինչ լավ բան է արել մեր երկրի համար։ Դրան ստացած վարձը ես մի անգամից ստորագրել եմ եւ հանձնել մեր հիշատակ ֆոնդի, մեր Ղարաբաղի հիշատակ ֆոնդին, որ այդ եկամուտը ինձ չի, իմ ժողովրդին է, նրանցն է, ովքեր արել են ամեն ինչ։ Շնորհակալություն ձեզ։ Այս հրաշք զինանշանի մեջ ինչ գաղափար եք ամենից շատ սիրել, ինչ եք փորձել լավագույնս արտահայտել։ Արծիվը թևերը փռած է։ Այն թևերը այնպիսի տեսք են տվել, որ ստացվել է սրեր, 30 սուր բաղաձայն տարեր եւ 3-ական աջ եւ ձախ կողմերին ձայնավոր տարերը, որի արդյունքում ստացվել է 36 մաշտոցյան տարեր։
Ինչու՞ չէ Գևորգյան Էմինը այդ վերաբերյալ խոսք ունի, ասում է, այդ 36 հոկանոց գունդը ազգիս պաշտպանեց, փնտրեց արհավիրքներից, ավելի փրկեց արհավիրքներից։ Ես ընտրել եմ նաև Գևորգ Էմինից, որին հանդիպել եմ ժամանակին, իհարկե։ Այսինքն մեր Արցախի զինանշանը արծվի ուժն է մարմնավորում եւ զինական ուժը արտահայտված մշակույթի միջոցով, մեր այլ բուբերի միջոցով։ Տակի մագելներում աջ կողմում թութա Ղարաբաղյան թութը, այդ ձախ կողմում խաղող եւ հետո առաջ է գալիս հասկը, այն հասկը, ծորենը հասկը։ Այդ հասկին ես տվել եմ 12 զույգ եւ մի կենտ հատիկներ աջ եւ ձախ մասերում։ Այսինքն Աստծուն խնդրում եմ, որ իմ ժողովրդին տարին 12 ամիս հաց տուր, իսկ այն մեկը, որ ավելակոչումն ավել չնայել հյուրերի համար։ Հրաշալի բացատրություն, գիտեք, այդ բացատրության կարիքը կար, որովհետև ամեն մի զինանշան, այնրանքի հաջողված, ինչպեսին ձեր կերտած զինանշանն է, խորհուրդ ունի եւ գաղտնիք ունի, որ պիտի բացել ժողովրդի առաջ։ Մագելները, որ բռնած են, այդ մագելները պահում է այդ ներքի մասը, խաղողը եւ թութու եւ մնացած ծորենը եւ այլն։ Իսկ այդ մասն էլ արծվին է պահում եւ կարծես թե իր միացումով տալիս է մի սիմֆոնիկ երաժշտություն, որի համար հիմնն են երգում։ Ձեր կերտած արվեստի այս հրաշքը պիտի ամբողջ աշխարհին ներկայացնենք, որովհետեւ մի կարևոր գաղափար կա ձեր զինանշանի մեջ, Արցախի հայության խաղաղասեր ոչին։ Այո, խաղաղասեր ոչին։ Մենք պիտի բոլորին պիտի բացատրենք, որ այս փառահեղ ժողովուրդը, որ հազարամյակներ ապրել է իր բնօրրանում, ինչ է իր ուզածը, ոչ թե հաղթել, ավերել, գրավել, ոչնչացնել, այլ խաղաղ կյանքով ապրել։ Սա զինանշանի կարևորագույն գաղափարներից մեկն է ձեր։ Կներեք, ես նաև զինվոր եմ եղել եւ ես իմ երկրի սահմաններից դուրս չեմ գնացել։ Ներսին եմ, ասել եմ գնալ, չի գնացել, հետո պարտադրել եմ, եթե չի գնացել, պարտադրել ենք, որի արդյունքում ստացվել է այն, ինչ որ եղել է, արդեն պատմություն է ցավոք, բայց միևնույն է, վերևն Աստված կա։ Անշուշտ։ Անպայման մենք հոգևոր ժողովուրդ ենք, մենք ախր բնավորությամբ առատաձեռ, ամեն ինչով, բնությունն էլ հարուստ է, օգտվում են, ով ուզում է, թող օգտվի բնությունից, բայց ոչ մի դեպքում չմտածի, որ նա կարող է, այսօր էլ ես չեմ ընդունում այդ բոլոր հայտարարությունները, որ չեն գնալու, չեն լինելու, մեր կա Աստված իր դատը կատարելու։ Ես ձեզ լրացնեմ, քաղաքականությամբ պիտի հետաքրքրվել եւ ես շատ ուրախ եմ, որ մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, որ հետաքրքրում են, այսօր միջազգային ասպարեզում շատ նշանավոր քաղաքական գործիչներ հստակ դնում են այդ հարցը։ Հստակ դրվում է այդ հարցը եւ դա այն մեծ հավատի հիմքը պիտի դառնա, որ մենք վերադառնալու ենք մեր հայրենի բնօրրան, ինչը դուք շատ կարեւորությամբ շեշտեցիք։ Իմեջալոց մի բան էլ ասեմ, Պարքև Սրբազանի հետ, մեր Պարքև Սրբազանի հետ մենք վերափոխել ենք։ Արծվի բերանը բացել է, հետո այն գլխարկը որ կա, նա այնպես եմ դրել, որպեսզի իրոք սերունդները գնան, բայց Տիգրամեծի թագավորության այդ գահը միշտ պիտի մնա։ Այս նշանաբանով եմ կատարել այդ գործը։ Իսկ այն տարբերակները, որ դուք ասացիք, 10-11 տարբերակ, որ նախորդել են այս հրաշքի պահպանել եք այդ տարբերակները, նախնական տարբերակները։ Կան իհարկե, նույնիսկ լրագրողներ են եղել, որ ասեն, լավ, ինձ դուր, տա մեկ այ քեզ պետք չի։ Ինչքան որ ցանկացել եմ, որ չտամ, բայց չի ստացվել, չի կարելի, դա շատ ինչ արի։
Արվեստի յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր ստեղծագործական պատմությունը։ Սա ձեր Սկզբից կլոր չեմ արել, դրա համար էլ է խոսք զրույց եղել, այդ որ անում են հետո դիտողությունները, որ կնիքի համար ոնց է լինելու։ Նոր ասեցի, ուրեմն դե եթե այդպես է, անպայման կնիքը այնպես անենք, որ կլոր ստացվի։ Եվ ստացվել է Լեռնային Ղարաբաղի Արցախ Հանրապետություն։ Այդ լուծումն էլ ինքնաբերաբար է ստացվելու, նորից եմ ասում, կարծես թե մի բան ինձ օգնել է, որ աշխատեմ։ Հետաքրքիր է, որքան ժամանակ խլեց աշխատանքը ձեզնից։ Սկզբից 6 ամիս ձեռք չեմ տվել, հետաքրքրվել եմ, բայց այն գլխիս մեջ։ Հետաքրքրվել եմ էլի ինչպես միջև մատիտը վերցնելը։ Մոտ 6 ամիս տևել է, նրանից հետո սկսել եմ աշխատել եւ աշխատելու ժամանակ շաբաթներ ա տևել, որովհետեւ համարյա տեսնում էի, էլի օդի մեջ տեսնում էի այդ զինանշանը։ Եվ բերել եմ թղթի վրա գրաֆիկայի, որպես գրաֆիկայի աշխատանք էլի այդ տակոչվում։ Դե այն հետո լուծումներ տարբեր բաների իրար հարմարացնելու, որպեսզի մեծ նկարիչ ունենք Իսաբեկյան։ Էդվարդ Իսաբեկյան։ Հա, մի անգամ Բաքվում այդ ակադեմիկները հավաքել են, այնտեղ ինքը խոսեց կոմպոզիցիայի մասին։ Ասաց կոմպոզիցիա это сравнение. Сравнение. Համեմատություն։ Այո, համեմատում, էլի, երբ աշխատանքդ կատարում ես, պիտի համեմատես։ Աչը, ձախը, կողքը, վերևը, որ ծանր է, թեթև է, այնպես անես, որ նայողը չնեղվի, ընդհակառակ հիանա։ Այդ պահը այդ նույնտեղ կիրառված է։ Համարյա սիմետրիա է, որովհետև դա մենակ նկարչություն է, այլ նաև քաղաքականություն է, զինանշան։ Անպայման։ Իբրև արվեստագետ Լավրենտ Ղալայանը սկսեց ինչից։ Խոսքը Այսինքն որ ժանրից, գրաֆիկա, գունանկար, ինչից սկսեցիք։ Իհարկե սկզբից միշտ գրաֆիկան է։ Գրաֆիկան ցանկացած նկարիչ պիտի գրաֆիկայից սկսի, հետո մտնի գունանկարչություն։ Ինչու գրաֆիկա։ Որովհետև մատիտը պիտի աշխատի, որ հետո գույն տա։ Այս պահով։ Այդ պահը անպայման պիտի լինի։ Գրաֆիկա դա չի նշանակում մենակ լինոգրավյուրիա, ցինկոգրավյուրիա, այդ տրանսֆորմի մեջ էլ եմ մտել, խորացել եւ ահագին տրամեջը կա շատ մեծ վարպետություն։ Բայց հիմնականում իհարկե գրաֆիկան է հիմքը, որի միջոցով մենք կարողանում ենք մտնել գործի մեջ։ Հետո ինքը շատ բան է թելադրում գրաֆիկան, կոնկրետություն է սիրում, գրագիտություն է սիրում, ճիշտ ձեռք է սիրում գրաֆիկան, այնտեղ որ կարողացար, հետո պրոբլեմ չես ունենա։ Պիտի աշխատել լավ մտնել էլի, ասենքն դա այդպիսի գործ է։ Գումարած նաև մարդու տրամաբանությունը, հոգեկան վիճակը, աշխատելու ոճը։ Ես իմ աշխատանքների մեջ իմ ոճը ուրիշ է, ճիշտ է, շատ ծանր է, բայց իմս է։ Այդ ձեռագիրը եթե նկարիչը ունենում է, ուրեմն կարող է շարունակել աշխատել ինչքան կարող է։ Բայց եթե ձեռագիր չունի, խզբզանք անեմ, բրծը մի քիչ էլ գույն տամ, այդ մի օր լապատկի այս բարղարամա, լապատկի բեր անեն տալու շպրտեք։ Իհարկե։ Ոդ միտքը պիտի, խոսքը պիտի, դե վերջապես ո՞րն է արվեստը։ Արվեստը կյանքի հայելին է, կամ ասում են կյանքի վերարտացողումն է։ Բա որտեղ չես անում, քո ժողովուրդով չես զբաղվում, խզբզում մի քանի գույն տալիս, մի վերնագիր դնում տակը։ Հետո Բաչի որ այդ գույնը աբստրակտ չի, այդ գույնը ստեղծված է մարդկանց կողմից, դու վերեսոնում աշխատում, ուրեմն ես ռեալիստ եմ, ես իմ էությամբ, իմ գործով ռեալիզմն է իմ ուղղությունը, մենք մի նկարիչ ունենք Խանջյան Գրիգոր Խանջյան, այո Գրիգոր Խանջյանը, ասում է ամենամեծ խորությունները, ամենամեծ ասելիքները ռեալիզմի մեջ է։ Կարող ես գտիր։ Ինչ որ այսօր անհրաժեշտ է
ինչ որ այսօր անհրաժեշտ է մեր գեղանկարիչներին, որովհետև ցավոք սրտի պիտի ասեմ, որ շատերը ճիշտ չեն սկսում եւ абստրակտ արվեստը, որը բոլորս սիրում ենք, այդ արվեստը պիտի սկիզբ ունենա եւ պիտի սկսել հենց կյանքից պիտի սկսել։ Դուք ձեր գրաֆիկայով խորհուրդ եք տալիս սկսել հենց կյանքից, իրական կյանքից։ Այո, իմ գրաֆիկայի մեջ էլ կա абստրակտ, բայց այնպեսի абստրակտ է, որ նայողը չի կարող նկատել։ Կարող ասես ոնց, ինչի, բայց պիտի անես այնպես, որ խոսուն լինի, խոսք ասի, եթե խոսքը չես ասում, պատկերացրեք դուք բանաստեղծ եք, գրում եք այնպեսի բանաստեղծություն, որ հասկանա լինի, ճիշտ է, այնպես եմ գրում, որ հասկանամ, ես կարդամ, հասկանամ, այ օրինակ մեր Վարդան Հակոբյան ասում է, փոքրիկ աշխարհ Հայաստան, հագած ծաղիկ ծիրանի, զավակներին քո խիզախ եւ քեզ հազար երանի։ Լավ, չէ։ Լավ, հասկանալի։ Հա, հասկանալի չի։ Այդպես է, բայց Հայաստան չասել, Ղարաբաղ ասել։ Այո։ Ինչ եք վերել մեզ, ինչ գրքեր են Սա Ղարաբաղի հորովել։ Ղարաբաղի հորովել։ Այնպես տեսնում եք, Ղարաբաղի հորովել հավեր պիտի երկվի։ Հավեր պիտի երկվի։ Այո, հենց դա պիտի տենցել մնա։ Գուրգեն Գաբրելյան սիրած գրողներից է, հատկապես այս որ երգը ձայնագրել է, շատ հետաքրքիր է ստացվել, իսկ ես էլ իրան որ շարունակել եմ, այս դրել եմ իմ գործս այն գործ, որ հիմա մատենադարում է, առաջինը նան Հայաստանում տեսել է Իգիթյանը, Հենրիկ Իգիթյանը, նայեց, բաց արեց, նայեց այն օրիգինալի վրա, բացեց, նայեց, որ հասավ այս էջը, վեր կացավ կանգնիզը, այդ տղա, ես ինչ է սարել, ասում դև մայեստրո, են հենք խուխը մտը դուվս, կլխտակ ես բերցը դուվս, այսքան զոլում դարդի մաչին, դլվիս կաղնած, քրծը դուվս, հաստիտակ քրծը, և ասեց կարամ նաև երկել, ասեց երկի, Երկել եք։ Են հենք խուխեն մեծը դուվս, գլխտակ ես բերցը դուվս, այսքան զուլում դարդի մաչին, դլվիս կաղնած քրծը դուվս, հորահոր, ապամատախ, ակունդալու կուչիրու հոտախ, հորահոր, Շատ վաղուց չեմ երգում, ժանգոտել եմ։ Ես շնորհակալ եմ, պիտի խնդրեմ նաև մյուս գիրքը ցուցադրենք մեր հեռուստայտողին։ Սա իմ Խոսքը Լավրենտ Ղալայան, ձեր ստեղծագործական ալբոմն է, ձեր ստեղծագործական ալբոմն է, որը ամբողջ հայությանը կարող եք տեսնել։ Որը բացվում է հենց գրաֆիկայով, ինչի մասին մենք խոսեցինք։ Այո։ Եվ կարծում եմ, որ մեր հեռուստայտողը հնարավորություն կունենա դիտելու այս հրաշքը գրաֆիկ աշխատանքներն են։ Այո։ Լավրենտ Ղալայանի, որ բացառիկ։ Այդ տեսնում եք Սարսանգի ձորն է սա մեր։ Այնտեղ եւ ջրամբարը եւ էլեկտրո ոնց ենք ասում, էլեկտրական հոսանք արտադրում։ Եվ այդ պահն եմ նկարել եւ ինչու՞ չէ նաեւ գյուղացիական կենթանական աշխարհ։ Ես շատ սիրեցի ձեր գունանկարը, բացառիկ լավ արժեքավոր գործեր կան այստեղ։ Այս որս դիմանկարն է, ճեպանկարային ձևով արագ աշխատել եմ։ Այս Արզիկ Մխիթարյանի հայրն է։ Ստեղել
Այստեղ էլ Արզիկ Մխիթարյանն է։ Այ Տիկին Արզիկ Մխիթարյանը։ Մեր հաղորդման հյուրի եղել է Տիկին Արզիկ։ Պարոն Ալայան, ինչով է տարբերվում գունանկարը գրաֆիկայից։ Մեր դիտողներին բացատրեն։ Գրաֆիկա մոտ է քանդակի։ Ահա։ Որովհետև շատ գույներ չկա, քանդակում ծավալներ են, գրաֆիկայում էլ պիտի տեսնես։ Անջատես լույսի ստվերի միջոցներով, որպեսզի որտեղ դա սահմանափակ է, երկու գույն է, սև, սպիտակ։ Կա նաև գունավոր գրաֆիկա, նա ուրիշ է, դրա համար անվանում են գունավոր գրաֆիկա։ Բայց այն պահը, որ ես շատ եմ ցանկացել այդ ուղղությամբ, որտեղ մենք մեր հայ նկարիչների մեջ էլ կան լավ գրաֆիկայի, հատկապես Հակոբ Կոջոյանի մոտ։ Հրաշալի գրաֆիկա է արել եւ ստեղծել ինչու՞ չէ նաեւ իլյուստրատիվ ձևավորումներ։ Ջուրերի մոտ են մտել նա բավական նա նույնիսկ աստվածաշունչ է ձևավորել։ Այո։ Սովորել հիանալի մեծություն, այո։ Եվ էլի շատ նկարիչներ, որոնք են մեր Խանջյանը, Գրիգոր Խանջյանը։ Հրաշալի վարպետ, այո, հատկապես Պարուր Սևակի անլռելի զանգակտան ձևավորումը նրա մեծ վարպետությունների են գլխադասներից մեկն է, որովհետև նա հզոր նկարիչ է, մեծություն է, որը ստեղծել։ Մի հարց ունեմ։ Անցումը դժվար չէր, գրաֆիկա, գունանկար ու հետո էլ քանդակ։ Դուք նայեք կանչերի քանդակներն ունեք։ Ես իմ դիպլոմային պաշտպանել եմ քանդակից, բայց կյանքից ելնելով միշտ քանդակը ինձ մոտ է, ես հիմա էլ եմ անում, էլի կան աշխատանքներ ունեմ, բայց այն մոմենտներն է, ես ծրագրած ոչինչ չունեմ, ինքն է տալիս, ասում է աշխատի, այդ է թեման, վերցնում աշխատում, մտնում է, ասում է արա, այդ գործը տարա, անում եմ, այն ծրագրավորում չունեմ, որի համար, ինչ ասեմ, աստծո մատնահել է խաղեմ երևի։ Այդ բոլոր ժանրերում էլ Լավրենտ Ղալայանը արժեքներ ստեղծել է։ Այո, մեջ սա, ուզում եմ, ստացվում է, եթե ստացվում է, եթե քոնն է հատկապես, կարելի է, ճիշտ է, ես վերջին աշխատանքներս օրինակ շատ ծանր առաջ գնում, բայց մեկը իմն է, կատարված աշխատանքը, որ իմս։ Ամեն գործի մեջ ձեր սիրտը դուք դնում եք, դա զգացվում է։ Եվ երջապես դու ինչ ուզում է թող ասե, իմ աշխատանքը, որ նայում են հայն է, գիրքը բաց հայն է, քանդակը տեսնում ես հայն է, գրաֆիկայում հայն է, այդ պահը անկախ ինձանից է ստացվում։ Ես չեմ մտածում, որ հայերեն աշխատեմ, այլ մտածում եմ, որ ինչ պիտի ստեղծեմ, ինք իրեն հայերենը ստացվում է։ Ինչ ասեմ, ոնց ասեմ։ Եվ մի հարցեր ունեմ, ձեր սիրած ժանրեր ուզում եմ ներկայացնել հեռուստադիտողին, դուք նաև գրքեր եք նկարազարդել, դա ինչպես այդ միտքը ինչպես հրացավ։ Դա արդեն մեր պայմաններում, մեր գրողները իմանալով ինձ մոտենում են, ասում են, սենց մի գործ անեմ, կլինի ասում, ինչու՞ նկարազարդի։ Այո, արել եմ տվել իրենց, առանց որևէ շահի, ընկերական էլի, այդպես ենք ապրում նաև, ինչու՞ չէ, նկարիչ պիտի ժլատ չլինի, եթե ժլատ եղավ, խեղճ էդ մարդ։ Ես շատ շնորհակալ եմ եւ այս ճանապարհը, որ միասին անցանք ձեր արվեստի արահետներով, ինձ համար սիրելի, ես շատ բան իմացա ձեր ստեղծագործական ճանապարհից եւ ձեզ մի կարեւոր խնդրանք ունեմ, մեր հաղորդումը լսում են, հիմա էլ նամակներ եմ ստանում, հենց մեր զրույցի հետ կապված։ Տեսեք, ինչ խորհուրդ կտաք երիտասարդ նկարիչներին։ Լավ հարց է, նախ, որովհետեւ ինքս 57 տարվա մանկավարժ եմ, միշտ սկզբից գնացել եմ դպրոց, հենդեղից սկսել, և ինձ շատ հաջողվել է գումարած նրան, որ երեխաները ամենամաքուր աշխարհն են։ Անպայման։ Ինքան լավն է, շատ լավն է, գիտեք, ինձ կներեք, աֆյոր չեն։ Ազնիվ են, մաքուր են, լավն են։ Միայն պիտի լավ ղեկավարես իրենց։ Բայց դու պիտի քեզենես պահես։
որ երեխան քո մեջ խորությունը չզգա, չկարողանա իմանալ որքան ես։ Այդ մասը արդեն պիտի մասնագետը պատրաստ լինի ամեն ինչին, ամեն հարցին։ Այդ հարցերին թե դպրոցում, թե ինստիտուտում, թե հիմիկ վայբոր էնեմլեն դասավանդել ես համացարանում, երբեմն ասում, այն լավ է, հասցրել ես ընդ որ կարելի է լավ շարունակել, ուսանողը նմացում։ Ասում են գերղալան, բա վերջացել են, ոնց անեմ։ Ասում ասի գալլավ, շատ լավ, հարցիդ պատասխանեմ։ Վերցրալ իրան վրցինը ու այդ գործի վրա շարունակը մեկը ասում այս ինչ լավ է գերղալան, իմ սա, ասում քոնն է, վերցրու։ Այո, պիտի ապացուցել, որ կարող ես։ Մի կարևոր հարց։ Ամեն ինչ ճիշտ է կարել ու ամեն տեղ հաջողություն ունեք։ Իսկ արվեստում աշակերտներ ունի Լավրենտ Ղալայանը։ Երիտասարդներ, որ ձեր գաղափարներով, ձեր հմտությամբ զինված արվեստի մեջ կգործեն։ Տեսեք ինչ պետք է ասեմ։ Իմ նշանակումը, որ պիտի 67 թվականին ավարտել նշանակումը ստան, ուղարկում են Հայաստանի որևէ տեղ կամ ասում կարաս մնաս շարունակես, այսինքն ասպիրանտուրայի ուղղությամբ։ Ասել եմ շատ շնորհակալ գնահատման համար, բայց Ղարաբաղն եւ Հայաստանը։ Ես այնտեղ մեկը չեմ գտել, որ ինձ ասե, մադիտը ոնց բռնեմ, որ աշխատեմ։ Նախարարության աշխատողներից մեկը դա, «Ադի տղային մազա դիպլոմ տակ թող գնա իր երկիր»։ Եվ գնացել եմ ես մի բան, որ Ղարաբաղում կինոն եղել է, թատրոնը եղել է, ճարտարապետությունը կար, կերպարվեստը չկար, այսինքն քանդակագործություն, նկարչություն եւ ճարտարապետությունն էլ ամտնում դրա մեջ, բայց ճարտարապետությունը կար, էլի քաղաքը կառուցում էր։ Այս երկուսը չկար, որի համար ես բաց դպրոց տեսալ որ քիչը անցել եմ համասարանը, բաժին բացել քարտեզից ամբողջ Ղարաբաղի երիտասարդությունն ընդունել ենք Հադրութ, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ, Շուշի եւ այդ 5 շրջաններից, որ եկել են ուսանողներս համալրվել 12 հոգի։ Անց են կացել գործնեության, էլի, եւ աճեցրել եմ, սկսել են տարբեր տեղեր արդեն աշխատել, հետ պատասխաններ արդեն այս անգամ հիմք է, էլի պրոֆեսիոնալ դարձած երեխաներ են եկել, որի համար ինձ համար էլ աշխատել շատ հեշտ է եղել նրանց այդ ինստիտուտը։ Ես ես խորապես շնորհակալ եմ, պարոն Ղալայան, որովհետև այս զրույցը եւ հայրենասիրություն էր, եւ արվեստի դասընթաց, վստահ եմ, որ շատ բան կփոխվի մեր կյանքում այս զրույցից հետո։ Սիրելի բարեկամներ, ես կրկին ուզում եմ շեշտել, որ մեր զրույցը արվեստի մասին էր եւ մեր Արցախի մասին էր։ Միշտ հիշեք բանաստեղծի խոսքերը, որ Ղարաբաղը սովորական տարածք չի հայության համար, ծառն է մեր արմատի։ Ղարաբաղը թուր է, մենք ենք կոփել այդ թուրը դարից։ Ղարաբաղը հուր է ճառագած մեր սրտից։ Ղարաբաղը բույն է արծվի, ձեռք չի հասնի։ Իմ պապերի ձայնով երգեցեք այն։ Մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, սիրելի բարեկամներ, ուզում եմ ձեզ պարզապես հիշեցնել, որ իմ հյուրը Լավրենտ Ղալայանն է, Արցախի ժողովրդական նկարիչ, Արցախի համալսարանի գծագրության եւ կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։ Ես ձեզ ուսում եմ ստեսություն, միշտ դոր հանդիպում բարեկամներ։